Բարի առավոտ սիրելիներս, այսօրվա վլոգը սկսում եմ այս գեղեցկությամբ, սա Սանջորդի օրվանից մնացած վարդերն են, այսինքն Կատալոնիայում նշվում էր սիրո տոնը։ Ինչպես գիտեք, կանանց կարմիր վարդեր են նվիրում, իսկ տղամարդկանց գիրք։ Հիմա ուզում եմ այս տոպրակների մեջից հանեմ վարդերը, տարբեր բոյի են, որովհետև տարբեր մարդիկ են նվիրել, տարբեր տեղից է գնված ավելի ճիշտ, դրա համար ու ուզում եմ կտրեմ, մշակեմ, առանց այդ տոպրակների տնեմ ջրի մեջ։ Հիմա ես այդ գործը զբաղվեմ, այսօր սկսել եմ վլոգը այսպես գեղեցկությամբ, վարդերով, իմ ամենասիրած ծաղիկն է վարդը։ Մեզ մոտ նոր օր է բացվել, նոր վլոգ եք սկսում ժողովուրդ ջան, ու այսպես գեղեցկությամբ, թող բոլորիս մոտ օրը բացվի խաղաղ, առողջ, լավ օր բացվի։ Ես հիմա իմ գործը անեմ, վարդերը մշակեմ, ընթացքում նորից կհանդիպենք սիրելիներս։ Ահա սիրելիներս, վարդերը այս տեսքն ունեն առանց տոպրակի, այստեղ ցորենի հասկի վրա Կատալոնիայի դրոշը մնաց, բայց ոչինչ թող մնա։ Ահա, մեր օրը սկսված է, հուսով եմ լավ օր է բացվելու, լավ օր է լինելու, ցանկանում եմ, որ բոլորդ ունենաք լավ օր։ Անցնեմ մի քանի գործերի, սիրուններս նորից կհանդիպենք։ Ժողովուրդ ջան, Արսուսկի սուր հաց եք սարքում ու որոշեցի, որ դուք էլ միանաք մեզ հետ խոհանոցում, մեզ հետ հաց սարքեք, մեր այսօրվա ճաշը։ Իմ սկիսուրը իչմամ գարնի ярախ են ասում, գարնի ярախ, նման տիպի ուտեստ է պատրաստում, ու մի փոքր տարբերվում է իհարկե, հիմա ցույց տամ, դուք էլ տեսեք։ Ահա, ասում եմ իմպրովիզ եմ անում, այստեղ իհարկե միսն ենք տապակում, այլև չեմ նկարում, այստեղ սմբուկները, մի վարկյան է սմբուկները, տեսեք, այստեղ փորել է, այսպես, մեջինը հանել է միջուկը, ու ավելացրել է, կտրատել է, ավելացրել է մսի ֆարշին։ Աղես արեմ ամ։ Աղա արել ու մի փոքր այսպես թողնում ամ։ Սա այսպես։ Ինչի համար մամ։ Մինչև միսը պատրաստվել։ Ահա, մինչև միսը։ Հիմա ես միսը այստեղ համեմելու եմ, ես համեմունքներից շատ լավ եմ, սիրում եմ ամեն համեմունք օգտագործել, ճիշտ է, քիչ չափի մեջ, բայց սիրում եմ համեմունքներ օգտագործել։ Այստեղ եւ պղպեղ է լցրել, հենա էլի կտրատեց, պղպեղ է լցրել, գույնզգույն, լոլիկ էլ ես լցնում, լոլիկ, տոմատ ենք մի քիչ ավելացրել մսին, հիմա կարմիր պղպեղ, ոչ մի համեմունք չեմ ավելացրել, անգամ աղը դեռ չեմ ավելացրել, որովհետև աղը միշտ վերջում եմ ավելացնում, որ միսը չգնդվի, ավելի փափուկ լինի, այո։ Հիմա կավելացնեմ աղ, սև պղպեղ, այսինքն այն, ինչը որ դուք նախընտրում եք, կարմիր պղպեղ, ես մի փոքր էլ եմ ասում, շռայլ եմ համեմունքների մեջ, սիրում եմ շատ համեմունքներ օգտագործել, սխտորի փոշի։ Այն կարելի է գցել, որտեղ վատաճանը սիրում է։ Ինչ։ Սխտորի փոշի, այնտեղ խմելի սունելի եմ ավելացնելու, անպայման, տեսեք իմ սկիզբն ասում եմ։ Ես էլ ավելացնում։ Ահա։ Մի խոսքով, այսօրվա մեր ուտեստը լինելու է, ու հա, այդ ուղարկելու ենք, պանիր ենք ավելացնելու վրան ու ուղարկելու ենք ջեռոց։ Այսպիսի ուտեստ է լինելու, գարնի ярախի նման, բայց մի փոքր իհարկե փոխած։ Տեսեք, պրոբլեմ չկա, ով ինչ ուզում է ավելացնել։ Ահա, գնաց համեմունքների շարքը, իհարկե, աղ եմ ավելացնում, երևի մամ մի քիչ է տոմատ կավելացնենք, չէ։ Հա, մի քիչ էլ։ Աղ, այստեղ
իհարկե սև պղպեղ։ Ես թե գտա։ Փոքր կծու է մեր սև պղպեղը։ Հա, փոքր Հա։ Այստեղ խմելի սունելի եմ ավելացնում։ Սմբուկը սիրում է խմելի սունելի։ Ինչ եմ ավելացնելու, այստեղ համեմունք է, այսպիսի չիմիչուրի է կոչվում, մսի հետ շատ համեղ է ստացվում։ Մի փոքր դա եմ ավելացնում, հոտն էլ հա շատ անուշ, այսպիսի համեմունք է։ Իմ ջալոց ինձ հարցրել էիք այս կաթսան որտեղից եմ գնել, ես չնայած ես պատասխանել եմ մեր հետևորդին, բայց ասեմ, որ գնել եմ Կորտ Ինգլեսից ու հենց իրանց ֆիրման է Կորտ Ինգլեսի։ Այստեղ սխտորի փոշի։ Ինչ ունած ավելացնեմ, կարմիր պղպեղ, հեսա դա կբերեմ անպայման դա։ Այստեղ այսպիսի միքս մենք ենք սարքել, ես ու Գագոն, սև պղպեղ, կարմիր պղպեղ, ինչա բահար, մի խոսքով ինչ ձեռներս ընկել է, այստեղ ենք ավելացրել ու շատ համեղ համեմունքների փունջ է ստացվել։ Մի փոքր դա։ Եվ կարմիր պղպեղ, իստում է կարմիր պղպեղը ավելի շատ, այո։ Էլի մամ։ Հա, միջ։ Ցի։ Այսօրվա շեֆ խոհարարը իմ սկիսուրն է, ես Օգնական։ օգնականն եմ այսօր։ Խելոք օգնական լսի։ Հա, լսող եմ։ Հա։ Ստացած տնեմ, որ քեզ չխանգարեմ ում։ Չտանտիվի վրա եմ դրել, որ երկուսս էլ հավասար գործանենք, կներեք մեր խոհանոցը այնպես չի, որ կարողանանք համ գործանենք, համ ձեզ հետ մեզ էլ տեսնեք։ Հարմար չի։ Այդ առողջ մամելի լսնեմ։ Լավ է, հերիքա։ Լավ է։ Աղալացրել ես։ Աղալացրել եմ։ Հա։ Արդեն Արդեն բույրը եկավ։ համեմը ջարդի, դումանր ես կտրտում։ Ահա, ես հեսա համեմը կտրտեմ, ժողովուրդ ջան, որ իմ սկիսուրը մի փոքր մեծ է կտրատում։ Համեմը։ Այստեղ արդեն ավելացնում եմ կտրատված համեմը։ Ու իհարկե խառնում ենք։ Ժողովուրդ, այստեղ նաև օգտագործելու ենք պղպեղ։ Երեք գույներ մամ օգտագործելու ես։ Լցոնելու ենք նաև պղպեղները։ Բացի սմբուկները պղպեղել ենք լցոնելու։ Արդեն և բույրն է անուշ գալիս և տեսքն է արդեն տեղ եկել։ Այստեղ արդեն միսը լրիվ պատրաստ է ժողովուրդ ջան, իսկ այստեղ արդեն տապակի մեջ, մամ ուզում եք փոքր քթալ տամ, որ հարմար Կարելի է քթալը ժառոնիկը չվնասի։ Սենց վրայից կվերցնես, հա, ոչինչ։ Էդի շատ մեծ է, էլի դրա համար։ Հիմա գթալով լցնում ենք արդեն իմ սկիզբում մայրիկը չի տապակում սմբուկները, միանգամից դնում է ջեռոց, հա, տոմատա լցնելու տապակի մեջ ու դնելու է ջեռոց։ Կեփի այդպես ասում եմ։ Այսի իմ տարբերակն է։ Այսի հա իրա տարբերակն է, մի օր չնայած ես ունեմ ուրիշ ձևով տարբերակ,
պատրաստած արդեն իմ ալիքում, ես դա էլ կտեղադրեմ։ Մի օր էլ ես իմ տարբերակը կպատրաստեմ։ Նա հայգինը տեղ կանի, մամ։ Հələ երկու հատ է, երևի այդ կողմում ասում է տապակը փոքր է, բայց ուրիշ մեծը չի մտնելու ջեռոցով։ Ջեռոցնելա։ Երկու բանով կանենք։ Մի հատ լինի, մյուսը կդնենք։ Կարամ արդեն ստեմ մի հապի բարդեն։ Մի հատ այն նեղլիկ տեղ չի անի, այդ օй նեղլիկ չկա ոնց որ այն անկյունը։ Լցնում ենք բիբարի։ Բիբարի մեջ ենք լցնում։ Աշկիս կարող եմ պատաճանել։ Այդ եմ ասում, ոնց որ տեղ անելու մի հատ էլ։ Հա, այլ էսա որ մի քիչ էլ էփեց, փոքրանալու է ավելի։ Բան չանեմ։ Արդեն ջեռոցը միացրել ենք 180 աստիճան, չէ՞ մամ։ Հա։ Սովորական։ Սովորական։ Քանի տեղանում լցնենք։ Մի էս մի պղպեղն էլ տեղ կանես երևի այդտեղ, թե չէ։ Այդպես ինչ անեմ։ Տեղերը փոխես։ Ո՞ս օգնեմ։ Չէ։ Նա ես կանեմ։ Շատ մեծ է։ Հա, երկարները շատ մեծ եղա։ Զվես փոքր պղպեղ տամ։ Մեկերյանի կտրենք։ Ոչինչ մեկ կտրենք։ Տեղավորենք։ Հա, այսօր մի քիչ էլ էփեց ավելի է փոքրանալու։ Մնաց այդ մի պղպեղը լցոնենք, պանիր ավելացնենք, հա հիմա չենք ավելացնում, չէ՞ պանիրը։ Պանիրը կարամիքի չեփի, Ահա, որ չվառի պանիրը։ Ֆոլգայով չես փաթաթելու։ Ինչը։ Էսի վրան չես ծածկելու ֆոլգայով։ Չէ, Չէ, լավ։ Կներեք։ հա, հենց եփելու ենք։ Ներողություն։ Առանց ներողության։ Ժողովուրդ ջան, մեկ անգամ եւս ասում ենք ձեզանից մեր շնորհակալությունը հայտնենք այդքան լավ խոսքերի, բարեմաղթանքների համար, լայքերի։ Շնորհակալ ենք։ Այո, շնորհակալ ենք բոլորիցդ։ Սիրում եւ հարգում ենք բոլորիդ։ Անպայման։ Լավ լացոնած այո։ Հիմա գիտես ինչ ենք անում։ Ինչ ենք անում։ Տոնատը ուրա։ Հեսա բացած այս մեկ մամ։ Հիմա Ինչ ես ուզում։ Մի հատ թաստու, հա, այս թասը դուր։ Ջուր կա մեջ, սպասի թափեմ։ Հա։ Հա, մի քիչ ուզում ես ջրով բացես։ Անպայման։ Բարսա։ Ասեք ես օգնեմ, նորից կմիանանք։ Ահա, այստեղ տոմատը մի փոքր ջրով բացեցինք։ Մի քիչ էլ։ Հեսա լցնեմ մի հատ։ Այն փոքր բաժակ բեր։ Դու ինձ ասա ինչ կա։ Լավ։ Մաս մի փոքր կալսնեմ։ Դից լարի բլացու։ Լավա։ Հիմա սենց լսում ենք հարամները։ Արանք չենք թողել։ Հարամ չկա որ լսնենք։ Խցկել ենք։
Դու լցրու, հեսա որ մի հատ շարժենք ինքը տարածվելու է մամ։ Իսկականն է։ Всё։ Սրա վրա կարանք պամիդոր դնենք, կարանք թողենք սենց որ Արի սենց թողնենք, Գագոն չի այդքան չի սիրում պամիդորը, դրա համար եմ ասում։ Դե ցարքի։ Ահա, վերջ, հիմա սա գնում է ջեռոց։ Ինչքան ժամանակ ամենում մամ ջեռոցում մոտավորապես։ Մինչև Բադրջանը էփի։ Ահա, միջև շմբուկները եփի։ Րոպե չկա ժողովուրդ։ Լավ։ Ձեր նախասիրությամբ իշքա։ Աս նախասիրությամբ հաստորեն։ Լավ, տնեմ ջեռոցը, նորից կհանդիպենք։ Ժողովուրդ ջան, այստեղ առանց ձեզ պանիրն էլ ավելացրեցինք ու արդեն տեսեք պատրաստ եմ տեսքը։ Վերջնական տեսն ենք ուզում ձեզ ցույց տայինք, հիմա մենք սա վայելենք։ Այստեղ էլ հղցան եմ պատրաստել այսպես կանաչիներով, սերմերով, լոլիկով, ավոկադոյով եւ ձիթայուղ։ Ահա, սա մենք վայելենք, այս պահին ով մեզ հետ ճաշում է, բոլորին բարի ախորժակ։ Նորից կհանդիպենք սիրելիներս։ Bajo luces de colores, nos juramos no fallar, con arena en los zapatos y las ganas de soñar. Me miraba a los ojos, ay, juraba que era eterno, que lo nuestro no entendía distancia ni de invierno. Se fue el verano, y contigo se fue, lo que en agosto era fuego, ay, ya nunca volvió a ser. Se fue el verano, y contigo se fue, lo que en tus labios era cielo, hoy no lo puedo tener. Se apagaron los faroles cuando el viento comenzó, las promesas en la arena que el otoño se llevó, tus mensajes ya eran hielo, ay, tardaban más en llegar, lo que ardía entre tus besos ya no quiso regresar. Ողջույն սիրելիներս, մեզ մոտ օր է փոխվել, հաջորդ օրն է, երեկոյան ու նորից նույն կազմով դուրս ենք եկել, գնում ենք, չէ, այս անգամ ոչ խանութ ենք գնում, ոչ անտառ ենք գնում ենք ծով ենք գնում, որոշեցինք երեկոյան դուրս գանք ու գնանք ծով։ Ինքս ու Մարիկ ինչ եկել է, մենք ծով չենք գնացել, այսօր արդեն մոտենում է գնալու ժամանակները, ծով չի գնաց է դեռ։ Խոսքով դուրս ենք եկել ծով ու դուք էլ մեզ հետ գալիս եք իհարկե ծով։ Սեզոնը արդեն համարյա թե բացված է, ճիշտ է, մարդիկ կան լողանում են, այսինքն ցուրտ երկրներից եկած զբոսաշրջիկները լողանում են, բայց տեղացիները դեռ չեն լողանում։ Սպասում են ավելի շոկերին, իսպանացիները մի քիչ մրսկան են։ Երբ իրենց կլիմայից է դա։ Եթե այստեղ տաք հագնված տեսանք այս շոկին, ուրեմն իսպանացի է։ Մեր խոսքով գնում ենք ծով։ Տեսնենք ինչ նորություն կա մեր ծովում։ Ինչ կա ծովում։ Ու իհարկե ոնց կարա մենք խցանման մեջ չընկնենք։ Խցանում ամի փոքր, բայց որովհետև հիմա ջանմինք էլ այն ժամանակն ենք ընտրի, որ բոլորը արդեն տուն են գալի։ Քիչ արևը դեպի մայր մտնելու լինի, որ շոտ արև չլինի։ Խոսքով, բայց քամի էլ կա։ Ծո ինչքան ծովին մոտենանք, այնքան քամին ավելի շատ է լինելու, ուժեղանալու է։ Իհարկե։ Էսա շորտամ դուք է տեսեք։ Մեր
ճանապարհը։ Եթե արդեն հասել ենք, եկել ենք Ծովափնյա, մեզ ամենամոտիկ Ծովափնյա քաղաքն է, մեր քաղաքը Ծովափնյա չի։ Ու իմիջիայլոց ես այս քաղաքից եմ սկսել իմ վլոգը, առաջին քայլերը։ Այո։ Այս Ծովափնյա, այս քաղաքից եմ սկսել, գիտեմ, Բարսելոնայում բնակվողները կիմանան, Մատարո քաղաքն է։ Այս քաղաքից եմ սկսել իմ առաջին քայլերը, այդպես ասեմ։ Այ ժողովուրդ ջան, ով որ երկրում ապրում, խնդրում եմ, գրեք ձեր մոտ էլ ասեմ բաներ, այս լուսավորները, ինչպես ոնց են ասում։ Լուսամփոփ։ Չէ, լուսամփոփ մոռացակ։ Սվետաֆոր լավ ժողովուրդ։ Հա, գիտենք։ Ուղղակի երբևիցե հանկարծ մի հատ սայթակում ենք լինում, մենք ուսուցչուհի ունենք, չէ՞, դեռ բաժանորդուհի։ Այ խելքից դուրս սվետաֆորա շարած։ Խելքից դուրս է շոկ երկրում։ Երևում ծովը երևում է արդեն։ Երևում։ Այ մոտիկացրեցի։ Պետք է մի բանի մասին մտածենք հասնելուց հետո տեղ ջարելը։ Չէ, ինձ թվում է հիմա արդեն հեշտ կլինի, հա, քանի որ այն եռուն սեզոնը չի։ Տեսնենք։ Nadie te lo dará. Ser tu amor yo pretendo, ser tu amor yo pretendo hasta la infinidad. Տեսած մստեղ կլինի կանգնելով։ Կանգնած է, տեղ չկա։ Մտնեմուտեք առաջ է տան։ Ոնց որտեղ կարող լինի։ Այն այն կողմն կա տեղ։ Այդտեղ քիչ անհարմար է տեղը մեր։ Այն առաջն կա։ Եկել հասել ենք արդեն։ Սելի լավ է։ Հա, այս կոմանով չէր։ Սրճարանները դրել են արդեն։ Հələ չեն բան արել։ Չնայած այս քաղաքում այդքան սիրուն բաներ չի լինում, նստարան բան, բայց այս այնտեղ սրճարանը չէ լինում, հələ։ Հա, միշտ վերում են, ասենք ոսկի, դրանց անունը Չերենգետիները։ Հա։ Ափերին միշտ սարքում են սրճարաններ, սիրուն Այս տարի իստում է հələ շուտ է։ Մայիսին, հա, մայիսի վերջ երևի նոր կանեն։ Մամ ուզում գնանք ափին։ Չէ, այնքան դեռ գնացի։ Ինչի։ Չէ, բան կանենք, գնանք Կաստել Դեֆես։ Կաստել Դեֆես գնանք ընդ։ Հա, այնտեղ կարա մաման ջուրներ մտնի։ Հա, ցերեկով ջուրը տակ կլինի ստողում է։ Հեսա մի քանի օրից արդեն լողանալու։ Ահա։ Կոնե այսպես մոտեցնեմ, նայեք, չգանք, ասենք, եկանք ծովը ծառավ հետ ենք գնում, գնացինք ծով ծառավ հետ գնացինք, հիմա ստեղ թույլատրվում է ձուկը գագով որսալ, ձուկը թույլատրվում է բրնել, են կոմը ձկնորսներ են, հա, բայց ես կողը հերվից է հանդարտվում, բայց ես կմոտիկան եմ հեսա, մի քիչ ծովին, ես չեմ ուզում գամ ծովին ու ծովի մոտ ու ծառավ հետ գնամ, մարդ չկա համարյա, քիչ են ժողովուրդը,
Ասա սիրուն փոքրիկ այգու նման տեղ է նստարաններով։ Ես սիրում եմ ժողովուրդ, ջուր, կապ չունի ծով, լիճ, գետ, սիրում եմ հանգստանալ, երբ որ ծով կա, ջուր կա։ Ժողովուրդ, տեսեք ստեղ կակոն իջա գտել, թութ, այստեղ թեն ուտում ես, թութ ես, անմահական թութ, ինչու միծ օգոք։ Անուշար։ Տեսնեմ կողցիրա, թե չէ ժողովուրդ։ Լավն է։ Հա? Ես մի փոքր Կողցիրա։ Դե վերցրա։ Մամ, վերցրա։ Վերցրու մամ։ Վերցրա, Ստե չեն հասկանում ես ինչ բանա, չեն ուտում։ Հələ ժողովուրդ ինչ մեծ։ Հա, նայի։ Տեսեք։ նոբար արեցի։ Նուբար այդ առաջինն է։ Հա, պաստորեն նուբար արեցինք իսրս ասում։ Այս որտեղից ես գտե գագոն։ Ծառ կա, չէ՞։ Աստե շատ կա է ծառ Իսպանիան, բայց չեն ուտում։ Չեն հասկանում։ Թե ինչ անմահական բան է։ Խորեք։ Այստեղ նայեք, տեսեք ինչ սիրուն կարմրաթուշը։ Էսի պես սպիտակ թութ է, չէ՞։ Խորը։ Խառը, չէ՞ ոնց է։ Ասորտիա։ Ասորտի թաթի ասորտի է։ Բունա իրան։ Ուրա։ Հենա թութակներ։ Հա, այս ծառերի վրա ժողովուրդ շատ թութակ կա։ Այսպես նստած ծովով հիանում ենք։ Կանչում են, մեկը մյուսին Հա, կանչում են։ ու Ասում այս եք կոֆե թութակների խմելու։ Մաման ասում է զույգին է կանչում, մի զույգը։ Հա։ Հա։ Այս թութակների ձայնն է, տեսեք։ Մեկադոնա։ Մերկադոն։ Սանգել ասում են վերեն։ Այ հենա, չգիտեմ երևում է թե չէ, շատ կան այս թութակներից այստեղ, հենա, տեսակ, գնաց մյուսի մոտ, այս 10 րոպե է, թութակների ձենն ենք լսում, կանչը։ Խաչելի է շատ թութակների ձայնը, դիմացը ծովը, այդքան մարդ չկա ու նստած, այ ինքնաթիռները, այս սիրունը ծովի վրայով ու նստած հիանում ենք ծովով։ Նստած սարտակ, նկարում ենք Նստած սառիտակ նկարում ենք նապաստակ չէ, նստած հիանում ենք ծովով։ Ես ավելի շատ սիրում եմ այս պատկերը ծովը նայելը, քան լողանալը։ Նստած ժամերով կնայեմ։ Ես սիրում դու։ Հա, ես եթե մտա դժվարությամբ եմ ջուրը մտնում, եթե մտա էլ դուրս չեմ գալիս։ Շատ դժվարություն բլից հանում են ջրից։ Այն ժամանակ սեղաստիճաններ չէ կար, գակո էսպի կոմից էլ էինք իշնում։ Հա, բայց հիմա չեն, ոնց որ փագել են այդ աստիճանները, հանել են։ Մենակ են ծերից ենք մտնում։ Շունիկներն էլ են եկեցով։ Շունիկներն էլ են ծով եկել, բայց շունիկներից ջուրը չի կարելի մտնել։ Արգելվում է օրենքով։ Օրենքով չի կարելի, են կողմնել նավա հանգիստն այն հեռվում։ Եղանակը շոտ լավն է ժողովուրդ։ Եկա, նեմա, նկարի, եկա։ Ով եկավ։ Էլա, չգիտեմ, նեմեսներն են, թե չէ։ Որտեղ եկած։ Հայ։ Ասում եկա, ես գիտեմ թութակները սիրուն են։ Բավուրդ որոշեցին գանք սրճարան, չգիտեմ, սուրճ խմելու ու տեսեք, թե թութը ինչքան է շատ բռնել մոմ։ Այս թթի ծառի տակ ենք։
Հա, ինի լավ։ Ժողովուրդ։ Ինչքան շոտ է բռնել։ Էսա բոլորն էլ թթի ծառեր են, բայց այս սրանք շոտ է բռնել այս երկու ծառը։ Տեղ ենք նստում։ Որտեղ ենք նստում։ Արի մի քիչ հեռու բոլորից։ Ես նստենք ստեղ։ Հա, նստենք ստեղ։ Ես Կլարան։ Կլարան, հեսա կբերեմ կասենք։ Գարե ջուրա, մեկ էլ ֆանտայի լիմոնա խառնած։ Ծովով յացանք։ Կսարճը։ Ոյ, իսկականից ամազա։ Քարերն է։ Մի անգամից գնացիր, նստեցիր մեջ հաթորի։ Մամ լավա ծովում։ Լավա չէ։ Անջանքաներս մամայիս կողքին։ Նստի։ Ներված ես հանգիստ տեղի։ Եսա դու էլ է տալես քո մամայի կողքը նստեցել ես։ Այո։ Ուղիղ 2 ամիս հետո երևի Աստծո հաջողությամբ։ Բալես։ Շատ կուզեի հետո կմնեի, բայց Ոչինչ, ես անգամ մենակ կգնամ։ Ես պետք է աշխատեմ հիմա ջան։ Հա։ Չի կարա, Շատ ծանրաբեռնված շրջան է այդ շրջանը։ Ոչինչ։ Պատասխանատու։ Հա։ Ոչինչ, ինչ անենք։ Մի անգամ էլ մենակ կգնամ։ Նկարիլը մամայիս տենամ, ես նման եմ մամայիս։ Մեր բաժանորդները ասել են համամ, հանի որ սիրուն լինես։ Հեսա ժողովուրդ մի հատ նկարեմ, գրել էին, որ Գագոն իր մամային է նման։ Ապա մի տեսնենք։ Gracias. Gracias. Լցրած։ Այստեղ բերել են Կլարա։ Լիմոնի ֆանտա։ Այն վերևը պիվա է լցրած։ Շատ զովացուցիչ բան է դա։ Հա, ամառը շատ հաճելի է։ Այստեղ շատ է խմում Կլարա։ Չգիտեմ, Իսպանիայի մյուս նահանգներում խմում են Կլարա, թե չէ։ Այստեղ շատ է ակտուալ է Կլարան։ Գարե ջուրը ու լիմոնի ֆանտա։ Խառը ու անպայման հետը բերում են զեյթուն։ Ու կանաչ զեյթուն։ Սև զեյթուն չեմ։ Սև զեյթուն չկա։ Ու կա։ Բայց Ուտում են կանաչն է։ խանութները կա։ Կա։ Ինչ-որ բանի համար առնում են մարդիկ, Բայց կանաչն է։ Ասնամնը ուտելու կանաչ է։ Հա, կանաչն է։ Ես խմում եմ Կլարա, իհարկե։ Մեր կանացիներն խմում են վիչի, այսինքն գազավորված ջերմուկ էլի։ Ջերմուկ։ Այդ կենացը բոլորիս։ Բոլորիս թող բոլորիս մոտ լավ լինի։ Հələ փորձ տեսնում եմ որ։ Հա, համով, շատ համով մարինադ են անում ստեղ զեյթունը։ Ժողովուրդ ջան, մի փոքր հաճելի ժամանակ անցկացնելուց հետո գնում ենք տուն, որովհետև մի փոքր արդեն սառը քամի է, իմ սկիսուրը ոնց որ մի քիչ մրսում է։ Գնանք տուն, որ չհիվանդանա, հանկարծ մրսի։ Այն առաջ գնում են։ Արևիտակ, պատկերացեք սառն է, արևիտակ հաճելի է, արևը դուր է գալիս։ Մի խոսքով, բայց դեռ էսի բացումն էր ծովի։ Դեռ շատ ժամանակ ունենք ծով գալու։ Մի փոքր մոտեցնեմ դուք էլ, սենց հեռվից հիացեք, մինչև մյուս անգամ։ Գնացինք դեպի մեքենան։ Ժողովուրդ ջան, լավ ժամանակ անցկացնելուց հետո առաջին բացումն արեցինք ծովի։ Գնում ենք տուն արդեն։ Ու այսքանով էլ ուզում եմ այսօրվա վլոգը ավարտեմ։ Ձեզ ինչպես միշտ ցանկանում եմ, որ լինեք առողջ, ուրախ, խաղաղ, ամենալավ բաները ժողովուրդ ջան։ Հաջողություն, մինչ նոր վլոգ։ Հաջողություն։ Մամ, Հաջող։
Հաջող։ Ստեցություն ժողովուրդ ջան։ Հաջողություն բոլորին։ Հաջողություն բոլորին, այո։